Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Եվ չկարծեք, թե ես գնացի, որովհետև ես միշտ կամ։ Այս մասը եթե հանկարծ երբևէ լսեմ տնազների մեջ, ականջդ կկծեմ։ Բացարձակ չեմ պատկերացնում ինչ ես անելու։ Սիցիլիացիների պես կպատժեմ քեզ։ Ձայնալարերից կվնասես։ Ասում հանգստացեք, երկուսն էլ ծեծ կուտեք իմը։ Դու Շուշան Պետրոսյանով։ Կյանքում այդ րոպեին պետք է կապ որոշեցի օգտագործել ու պետք չգար էլի։ Զզվում եմ քեզնից։ Ես գժվում եմ ձար համար արախակ։ Վայ ազի Զալա Լևոնյանը։ Ты погасила свечи, загадала желание. Մանկարաս այսօր մենակ ես թողնես այս ամբողջը։ Ներբեռնիր գլովը, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Սպասված հանդիպում հենց այնպեսում են Շուշան Պետրոսյանը եւ Արսեն Գրիգորյանը։ Ոնց եք։ Իրար որ տեսնում ենք սենց երեքով, ասենք նկարանման ռեկից առաջ ինչ վիճակ էր, այդ տենց ենք, այդ մենք ենք։ Ես շատ եմ սպասել այս հանդիպմանը, շատ եմ սպասել այս հանդիպմանը։ Ես շատ եմ սպասել այս հանդիպմանը ու նույնիսկ արդեն պատկերացրել եմ, որ ծրագրի ընթացքում գիտես ինչ էր լինելու, բանը, որ Շուշան ինչ որ բան է պատմելու ու այդ ընթացքում սենց ոգևորված պատմում է, հետո արանքում սենց նայում է մի հատին, սենց համ Ֆիքսում ես։ Գիտես քանի անգամ այր է։ Ֆիքսում ես։ Այսօր ամեն ինչ ֆիքսելու, ամեն ինչ հիշելու ենք ու նաև վայելելու ենք Անդակո ընկերության Զուեկ իտալական բնական հյութերը։ Այս անհանգիստ դրան էի սպասում, որ Օ, իտալականը շատ հանգիստ։ Իտալականը չէ, հյութ գաղափարներ արդեն։ արդեն։ Ես ընտրում Շուշ։ Բնական բաղադրիչներ, առանց շաքար, առանց գունային եւ համային հավելումների։ Կխմենք ընթացքում։ Cranberry։ Ես հյուրասիրեմ, իսկ անգլերենը շատ լավ է դրված։ Բա հա, cranberry, իտալերենս էլ է լավանում։ Իսպաներեն էլ մի բան։ Ահա, այսօր առաջին դասս էր իտալերենի։ Օ, իտալերեն ես գնում։ Հա, Duolingo application-ով իհարկե։ Այն ես ուզում գրավես։ Այն եմ ուզում Ինչ գրավել։ կարող ես ասել, ինչպես կարող ես ասել, վայելում եմ այս խմիչքը, այս հյութը։ Վայելում եմ այս հյութը։ Это giusto bellissimo։ Համ որը մնում է հիշողության մեջ, Զուեկ, այո։ Այս դողած ձեռքդ ոնց էր հայացքից։ Tasty, on your mouth։ Molto bene։ Խառնում եմ։ Հարց դու վախենում ես Շուշանից։ Ես Շուշանից։ Լսի, սիրո մեջ վախ չկա, երբ որ ինչ որ մեկին սիրում ես, բացարձակ չես Ես վախենում։ ձեզնից վախենում էի, որ այսօր չուշացա, հա։ Շուշան, ես ապշած եմ ուղղակի։ Այո, այսօր շատ վաղ ենք նկարահանում այս հաղորդումը, բայց դա մեզ չի խանգարի հիշել ու պատմել ամեն ինչ։ Այսօր ուզում ենք իմանալ ամեն ինչ։ Լավ, ես սկսեմ։ Ես Շուշանի հետ ծանոթացա։ Արս դու կարաս գիտես ինչ անես։ Ասա։ Ես կարամ այնտեղ այսանկյունում սենց մուշ քնեմ, դու համ իմ տեղը խոսես հատով։ Չէ, ես Շուշանի հետ ծանոթացա, երբ էր դա։ Կարծում եմ 97 թվականն էր։ 97-ի դեկտեմբերին։ 97-ի դեկտեմբերին էր։ Այո։ Եվ Դες իմոցաղ երեխեքովս է։ 98-ին ծնվեց Գրիգորը։ 98-ին ծնվեց Գրիգորը։ Որ ձեր առաջին երեխան էր, այսինքն որ գալիս էի փորձերի մյուս տարի, արդեն բոլորդ ձեռքի Այո, երեխայով եւ երբ որ հիշում ես, չէ։ Գրիգորի հետ ընկերություն ենք անում Այդ եմ ուզում ասել, նա գրկում էր նրան։ Այո, Շուշանը դեռ Գրիգորիկով հղի էր ու ուզում եմ ասել մի բան, որ կարծում եմ ով Շուշանին ճանաչում է գիտի, բայց քչերը գիտեն, Շուշանը անասելի պլաստիկա ունի եւ սա իր տաղանդներից եւս մեկն է, այսինքն արտիստ Ուզում ջոկեմ, այդ որ ձեռքերը դողում է իմ մասին խոսելուց տենց։ Ասում Արա բավոն հետ մահու հաղորդումներ ելնել ոնց ես խոսել, ոնց ես քեզ պահելու։ Այդ մահու Եվ չկարծեք, թե ես գնացի, որովհետև ես միշտ կամ։ Ես միշտ կամ։ Չխապնվեք այս տեսարանին։ Ուզում եք ինձ թաղել, հա։
Ես ուրախանում։ Չէ, ես Ուզատեսնի։ չեմ ուզում պատկերացնել, բայց ես վախենում եմ։ Չէ։ Ինձնից։ Ես ավելի ազնիվ եմ։ Ինձնից լու։ Շանեց ինչի։ Չես վախենում։ Նո։ Մի կատակներ ես անում։ Հա, Շուշանը Գրիգորիկով հղի էր եւ այդ ժամանակ լավ գրամ բատմաններ էր անում, պարային լեզվով ասած, գրամ բատման, այսինքն դա երբ որ Պարում էի, այ մարզեր հետ հավասար։ Հա, մեծ հավասար պարում էր նախ բեմադրությունների մեջ։ Իմ առաջին շոկը ես հիշում եմ, որ դա էր Մադոննան էր ձեր առաջին շոկը։ Մադոննայից, բացի որ մի օր գրիմանոցում կանգնած ենք, Շուշանը Ծիրանագույն շորով մի հատ շատ գեղեցիկ հագուստ ուներ, ինչպես քո բեմական հագուստները բոլոր, բայց սենց շատ, սենց եթերային, գիտես, սենց շորով, սենց ձեռքը դրեց ուսիս, սենց հայց։ Ես ու ոդկը օպ այստեղ ու պտտվեց։ Գիտես որ ուզում էի բալետի պարուհի դառնալ ու հաջորդ ոդկը այնտեղ այլակ։ Okay։ Հետո ծնվեց Գրիգորը, այս պատմությունը չգիտեմ, հիշում ես թե չէ։ Ուրեմն Շուշանենց տանն ենք, Հարութենց, Գրիգորիկի պապայի եւ Գրիգորիկը Ոնց որ հրանտս ասում, ամեն երեխա իր հերը պետք է ունենա։ Նույնք ասում ամեն երեխա իր մերը։ Իր մերը պետք է ունենա։ Ես գագս որ ծմեց, ասացի Հրանտ ջան, դե գիտես, բրին։ մեթոդը Իմ գիտես։ ուստանես, վարպետս ես, ոնց ասել ես։ Գրիգորը ուրեմն Զամբյուղի մեջ պարկած էր շատ գեղեցիկ, տենց Շուշանը դե էսթետիկա բոլորի մասներով։ Եվ դե փոքր երեխա է, նոր ա ծնվել, լացում է։ Լացում է մեկը։ Ցակս, դրես հանգստացի, ցակս։ Մեկը դե Գրիգորը դեռ լացում է, մեկը Շուշանը։ Ձայնալարերից կվնասես։ Լուրջես ասում։ Ազալ աղջիկ։ Մեկը իշխում որ Ջեքսոններ TV-ով միացրա, երգում TV-ով Ջեքսոններ, մեկը որը չեմ հիշում որ ստեղծագործություններ Բոլոր երգերում։ Գրիգորիկ նայի Մայքլ Քերին ոնց է զկրտում։ Արս գիշերը չես քնել, հա։ Մեմուարները եղել է սա գիշեր, որ ես դե բնականից ես բանը չեմ կարող, որովհետև դա ինձ համար ինքնստինքյան է ստացել։ Այո։ Բայց դու հիշել ես ինչ-որ պատմություն։ Դե առաջին անգամ հիշում ես երբեք հայտնվել երկի թատրոնում։ Երկի թատրոնում 5 ամյակներ երկի թատրոնի, դա 2000 թվի դեկտեմբերի 24-ներ։ Եվ մենք այստեղ ինչ էինք ցուցադրում։ Ինժեներ Բալան։ Ահա։ Ինքն դպրոց էի այդ բեմադրությունը։ Ինժեներ Բալայով շատ լավն էր։ Մենք sense թևերը բաց Շուշանի հետ որ ասես թռանք։ Մենք շատ սիրուն ներկայացում ունենք։ Հյուրախաղերով։ Ուրեմն նկարահանումը իմ անուշ Այդ ինչի պլաստիկայից սկսեցի, որովհետև հետո այնպես դասավորվեց Շուշանի կյանքը, որ արդեն որոշակի սահմանափակումների եկավ։ Իմ անուշ հայրենիք կլիպն ենք նկարում։ Այդ ո՞րն է։ Այն որ փողոցներով քայլում քայլում էինք, էի, փողոցով քայլում էինք։ ու ավելանում էին, չէ՞, տարբեր մարդիկ։ Մենք սրա հետ կապված։ Մենք սրա հետ կապված 20 տարի, 30 արդեն չգիտեմ քանի տարի է թեմա ունենք, 25 նվազագույնը։ 2000 թվի ամառն է, երբ գրվել է եւ դա։ Հա, 25 տարի մինիմում պատմություն ունենք, որ ամեն անգամ, որ ինչ-որ մի հատ բան ա լինում, օրինակ Շուշան ասում է, «Վախ մեջքս», ու ես որ ինչ-որ տեղ նստած ենք, ուրիշ մարդիկ չգիտեն, ասում եմ, «Ինչ ա եղել»։ Ասում եմ դու իմ անուշ հայրենիքը տեսել ես։ Ու տենց Այդ 25 որն է, տարի է։ ու տենց միշտ այդ թեմայով այդ որն էր, ու ինչ ասես, այդտեղ կարող է ասենք բան լինի։ Ում տեսահոլովակից ասես կարա օրինակ գա, իբր դրա մասին էր խոսքը։ Խնդիրը իրականում եղավ այդպես, այդ տեսահոլովակի նկարման ժամանակ սեղանասարը կագառնի այդտեղ նկարված։ Երկու եմ ուղղաթիռից նկարում են ռեժիսորը, որ թփի տակ պահկված է, ասում է իջեցրեք։ Եվ ուղղաթիռից են պատկերացնում, ուղղաթիռի մեջ է։ Օթաչուն կարծում եմ թե իր մասն է խոսքը, ինքն է իջացնում օթաչուն, բան ուղղաթիռը։ Եվ այդ պրոպելերների այդ փոշից գցում է ողնաշարը վնասվում է, հա։ Ու ողնաշարը վնասվում է Շուշանի մեջքի վրա այդ ուղղաթիռի, այսինքն քամուց։ Դե հիմա մեր վարկածը, որ լավա ուղղաթիռը հետևից չէր, որովհետև ձորի պռնկին էր կանգնած։ Այս ամեն ինչը հիմա մենք դրոններ չկային երիտասարդ։ Ավել եմ, ուրեմն էդ էլ մի կողմ։ Դե որպեսզի կարողանամ 2 ամիս հիվանդանոցում պարկելուց հետո նրանք էին ինձ հերթով հերթապահում։ Ուտեմ քեզ քաղցրս, անուշ բալաս։ Հա, բոլորս բաներ կա, ես չեմ կարա ուղղակի այնքան թանկ է մեր ընկերությունը։ Շատ։
Ուրեմն 2 ամիս հիվանդանոցում եւ ենք ինձ Շուշանի նշանակեցին մոմեր, որովհետեւ այդ ուժգնության դեղը շատ խմել չի կարելի ստամոքսը վնասում է, բանը ուրեմն նշանակեցին որդոն դիքլոֆենակ Տեղին ասել, որ ասում է դու հասկանում ես, որ քո մարմինը տաճար է, երբ հերթն է գալիս մոմերի։ որդոն դիքլոֆենակ 100 միլիգրամ ստամոքսի համար վտանգավոր է, բան, այս ախմախները մեկ էլ զանգում էին, շուշ մոմավարության։ Երկու ու Փառք Աստծո Շուշանը կազդուրվեց դուրս եկավ, բայց այդ թեման մեր կազդուրվեց դուրս եկավ եւ շարունակվում է։ առաջին համերգը երկեցի ապրիլի 7-ին, հիվանդանոցից դուրս եկա մարտի 13-ին, հունվարի 12-ից մինչեւ մարտի 13-ը պարկել եմ։ Դուրս եկա մարտի 13-ին եւ ուրեմն Վարշավայում էինք ապրում Գրիգորիս հետ, լույսերը հանգցրած, բան չկա, բանը ինձ պարտքով փող բերեց։ Տիկին հասմիկիցս 12000 դրամ բերեց, ասի հենց առաջին համերգս աշխատեմ կվերադարձնեմ։ Ես պարտքով չէի բերել, բայց ինքը վերադարձրեց։ Ես էլ չմերժեցի։ Բայց ինքը պոստիկ էր դեռ այդ ժամանակ։ Ինչ տաք ու ջերմ հիշողություններ ունեք։ Ու դուրս եկանք բեմ ապրիլի 7-ին, ուզում եմ հիշել, հարս եմ գնում երկով, որովհետև ինքպես էր բեմադրված, որ ինքը ինձ մեջքիցս բռնած էր, որ ես վախենում էի դեռ դուրս գայի մենակս, այդպես դուրս եկանք, բայց Հա, որ ապահովություն լինի, այսինքն տենց էինք բեմադրել, Շուշանի երգումը հարս եմ գնում տանից հեռանում։ Խոթեմ ձեն։ Դե հիմա պարզ կստանը պատմի խնդրեմ։ Եվ հիմա այս նույն բեմադրությամբ մենք արդեն Իսվահանում ենք։ Ուրեմն ամբողջ սոցռեալիզմի շրջանի երգեր են, որ երեխեքի հետ բեմադրվել է եւ այլն շատ հավես է։ 2000 Համայակն է, մեր լոբը համայակն է։ Շատ լավ ծրագիր էր։ Դու հարս եմ գնում իր տղեն էիր, կինոյի Հիմա տղեն Նյու էիր։ Յորքում է, համայակներ մեր հերոսներ։ Հիշում ես, որ Իժնիկի գլխարկում դուրս եկավ։ Ու անսասան դեմքով կանգնում էր որպես համայակ։ Շատ լավն էր։ Ախ ինչեր ենք արել։ Հիմա հարսեմ գնումի ժամանակ, այսինքն բեմադրությունը ավարտվում է անենց, որ վերջին հատվածում ես դուրս եմ գալիս կուլիսներ, որպեսզի արագ փոխվեմ մյուս համարի համար, եւ Շուշանի ձեռքը մնում է կուլիսներում։ Ես ինձ հարսեմ եմ գնում, ինձ տանում է, տանում է։ Ու Շուշան խաղում է, էլի։ Իբր ես դեռ կուլիսներում եմ, բայց ես այդ ընթացքում փոխվում եմ, որ սենց իրան տանում են ու պետքա դուրս գա այդ ընթացքում մեր մնացած կազը, ասենք լյովը ռոբը, գալիս են վերցնում Շուշոյի մատերը, ու չեմ կարա նկարագրեմ, այսինքն որ սենց ինչ-որ ինչ ասես խաղում են, պաչիկներ են անում։ Նա ես երգում եմ բեմի վրա, դալիճի վրա, ձեռքս վարակուրի հետև նա, ու այս աղմախները հերթով, սա մայքեն փոխելով գալիս է ձեռս պատմա, ռոբը, բան, սա բայց դες ես տարբեր են, որ քաշում են սենց, որ ուզում են քաշաներ, ու Շուշան այդ միջև այդ կերպարային հարսեմ գնում տանից, սենց, շատ ուրախ էր ինչ-որ, բայց պարշեր ինչի համար։ Որ հարցեր գնում։ Բայց կարողացար զսպել։ Դե հա, սրանց Դե բայց ծիծաղով էր։ Սրանց այդ ամեն օր այդ էր։ Ասենք, եթե ես բեմի դեպի բեմ հանդիսատես եմ երգում եւ սրանք եթե հանկարծ մեջքով են հանդիսատեսին, ասենք այդ բանի ժամանակ, այդ միզանսցենի ժամանակ, անպայման դեմքերին ինչ որ այլանդակ բաներ էր կատարվում։ Ու ես վախում էի իրաց դեմքերին, այ որտեվ ես կարող ասենք Հա։ շեղվեի, ու սկսեի հա ծիծաղել։ Ասենք շատ լուրջ դեմքով դալիճին աշխատում են, շուռ էին գալիս ինձ դեմքով, բաներ էին անում։ Մի անգամ մեր ռոբներ, չեմ հիշում, էլի ինչ-որ բաներ արել, հիմա Շուշան երգում է, բեմի ընթացքում օրինակ գիտեմ, նամակը ստացա, չեմ հիշում որն էր, թե բանն էր, մի խոսքով երգի արանքում, ասենք, կես վարկյան կա մոտավորապես պաուզայի, էլի, չգիտեմ, նամակը ստացա, իջի բեմից, արևիտ մերն հասցնում էր, իջի բեմից, գալիս էր մեզ էր ասում, իջացրեք դրան բեմի։ Ճիշտ է, ինչ-որ ջրիկացել, հա, ինչ-որ բաներ հիշացրիր։ Նմանակումների հետ կապված ձեր կոնֆլիկտը։ Ավելի շատ խաղ կա, շատ նայգրանն է ստից։ Դե բնական է, որ միասին եք այստեղ։ Չէ, կոնֆլիկտ չկա, մանավանդ առաջին բեմադրությանը ես ներկա եմ եւ իմ ծիծաղը ակնհայտ էր։
Եվ քո շորերով էի։ Այո, եկավ իմ մոտ առավ։ Բայց ես մի բան ասեմ, առաջի այդ նմանակումը, գիտես ինչն է հետաքրքիր, երբ որ Կարենը Բաբաջանյան 32 ատամում ասեց, որ ապրիլ 1-ը որ փոխվում են, իրանք դառնում են հանդիսատես, մենք մնացածս ինչ որ բաներ ու որոշեց որ Շուշանի Պարոդյան դե այսքան 10 տարուց ավել մենք ընկերություն էինք անում։ Մանե բայց երբեք չի եղել, որ օրինակ ես նմանակումը անեմ Շուշանի։ Դա առաջինն էր ու ես հասկացա, որ դա ինչ որ քիչ ամենացել դրան։ Կուտակված նիպիրիժիտը եղած։ Արտահայտվել է էլի։ Արտահայտվել է ու տենց մի անգամից դոզայով, չափանիշով։ Ու գնացի, հիշում ես, որ զանգեցի քեզ, ասի սենց բանա, 32-ում եւ այլն պետքա փոխվենք, ես ու Նազենին ենք խաղալու, ու սցենարը Կարենի հետ գրում ենք, այսինքն ես նստած ուղակի տենց խոսում եմ ու ոնց որ ուղղակի այդ րոպեին հավաքագրում ենք, կարելի ասել։ Սցենարը շատ արագ է գրվել մի վայրկյանում ու երբ որ Շուշանին ասեցի Շուշանը ժամանակ ոչ ուներ սենց երկու բաներով, կոսերով։ Դե սրա տարբերակներից էլի։ Հա, Շուշանին որ ասեցի պետքա քո նմանակումը անեմ, սենց այս դե կգաս ես շորերը կտամ։ Հիմա գնացել եմ տանը, տենց բացել է, էս աֆրիկական է։ Ինձ թվում է սա է, լավ կրակոտ։ Սենց բանար է։ Ու դուրս գալուց սենց արեցիր։ Գիտես չէ որ կեսը հնարում է, բայց այնքան հավես է այդ բանը, այդ իմպրովիզը բան դուրս գալիս է։ Սենց արեցիր։ Բացարձակ չեմ պատկերացնում ինչ ես անելու։ Բացարձակ, ասին ես լավ է ստացվել, տեսնենք։ Վստահ եմ, որ լավ է լինելու։ Ուղղակի չեմ պատկերացնում։ Փաստորեն դու իմ նմանակումը միշտ արել ես ու ինձ չես ասել, ասում եմ չէ, նոր ես գրում թե եղել ասել։ Նոր եմ գրում։ Գիտեմ։ Մի խոսքով Բայց լավ է գրում է, ես տաղանդավոր է Մի խոսքով ու Շուշանից գալիս է, բայց շատ լավն է։ Չէ, այնտեղ խնդիր չկա, ուղղակի երբ որ առանց էլ թիրախավորված էի այդ ժամանակին, ով ինչ չուներ անելու իմ դեմ էր գրում։ Կամու нечем было заняться, սաղ կենտրոնացել էի վրաս, դա երբ որ տեսակ ես միշտ թիրախավորված։ Դե իրականում մենք ունեցել էինք խոսակցություն, հիմա ասենք տենց մանե էքսկլյուզիվ խոստովանություն։ Մենք ունեցել էինք խոսակցություն, որ Շուշանը ասել էր էլ մի արա իմ նմանակումը, որովհետև արդեն երրորդն էր, դա չորրորդը եղավ։ Հա, տեղից դրանից հետո կար մի հատ երկրորդը։ Երկրորդը Ստիվին էր, Արամեն Պետրիի հետ։ Ստիվի, դու հայրեն ասել ես, ես դա հասկացա քո ավելուկի պես հյուսած մազերից։ Այդ լավ, այդ չեմ հիշում։ Այդ բան շատ լավ։ Դե առաջինը անտեղել է։ Ստիվին լավն էր, իմը Նունեինն էր։ Այնտեղ էլ համով բաներ կար, հա, բայց հետո արդեն չէր, պետք չէր։ Դե հետո արդեն ոնց որ 32 ֆորմատի մեջ էր արել ենք եւ առանձին որ խոսում ենք։ Ասեցի արս Լավ պատմի հա, շատ խոսեցին։ Չէ, ասա։ Ինչ տարբերություն այդ Ու Շուշանը ասեց, այլևս չանես իմ նմանակում։ Ասի խնդրում եմ մի արա, որտեղ թիրախավորված եմ։ Ու ես Կամիլի ժամանակ, երբ որ Կամիլին տանում եմ դեպի Եվրատեսիլ, անում եմ մի հատ վիդեո, որտեղ Շուշան Պետրոսյանը զանգում է Կամիլին։ Ու անկեղծ հիմա պիտի ասեմ, ես դա անում եմ, քանի որ իմ հետ կապված էր ընդհանուր թեպետ Կամիլի ֆանատները շատ են ու ես գժվում եմ ձեր համար արախակ։ Մենք էլ կամ բայց ամեն դեպքում սոցիալական հարթակներում այսպես ասած բան կար։ Վայրա Նեմանոն Շուշո Բայց մի օր լավ կլինի Շուշան ու Կամիլը իրար հետ դուետ անեն, ինչ կարծիք ես։ Արա, մերը երկու տարի լավ կլինի, չէ։ Եվ ես անում եմ Շուշան Կամիլ այդ զանգը անկեղծ զուտ նաև նրա համար, որ հիշեցնեմ մարդկանց, որ ես դերասան եմ եւ կարող եմ կերտել կերպարներ։ Այո։ Ուրեմն մի անգամ միջանկյալ պատմեմ, էլի մի անգամ մի հատ հումորային հաղորդման հյուր էի գնացել նկարահանման, տենց չարտահայտված հումոր ունեմ, կարելի է այստեղ ասեմ։ Իհարկե։ Ասին եւ ոնց էր ու նայեցի մետրոպեին մտքովս անցածում մեր ժամանակ որ ասում էին սերունդ եք փչացնում, հիմա հասկանում եմ ինչի մասին էի խոսում։
Մեր ժամանակը լավն է։ Մի խոսքով ես անձնական շահերից ելնելով անում եմ այդ նմանակումը, ինչի պատճառով Շուշանը հետո շատ զուսպ, բայց եթերում հակադարձում է, չուզելով։ Կարամ արագ պատմեմ, որ մարդիկ հասկանան ինչի մասին է խոսքը։ Շուշանին հարցնում են ազգային ժողովի միջանցքում։ Այս վերջերս պատմել ես, ես չէի հիշում այդ բանը։ Հա, հարցնում են, ասում են, այսինչը գնա, այնինչը գնա, բոլորի մասին կյանք այդ վիդեոն եթե կա կոմենտները հանճարեղ են, չեմ կարա նկարագրեմ։ Սա այս չգիտեմ, սենց որ Եվրատեսիլի հետ կապված ու այդ աղջիկը սենց հա։ Իսկ ասում են, որ ֆավորիտ է Կամիլը։ Ինչ կարծիք եք, որ Կամիլը գնա։ Շուշանը շատ մեծահոգաբար շրջանցում է թեման ու անցնում է ուրիշ բանի, որտեղ դե ամեն դեպքում ես եմ անում պատկերացնում եք։ Ինձ ակն ամեն դեպքում, հա, բայց մեկը դες աղջիկը հասկանում է, որ շրջանցեց, նորից եմ։ Բայց ասում են, որ Կամիլը, հա, բայց ասում են, որ Կամիլը, ինչ կարծիք եք, որ Կամիլը գնա, Շուշանը էլի չի ուզում ոչինչ ասի ու այդ մենակ ես եմ կարդացել իր հայացքի մեջ, որ այդ րոպեին այ սենց ոչինչ չի ուզում ասի, մեկ էլ հիշում է, որ ես պետք է պարոդիան չանեի ու արել եմ, կյանք վարկյանի բիբի փոփոխությունը աչքի, ոնց բացատրեմ, սենց արեց, նայ։ Առավել եւս Կամիլը։ Բայց կարող եք նաև իրար հետ կապ չունեցող պատմություններ պատմել։ Դու ինձ լիքը պատմություն էիր ուղարկում, բացեմ։ Հələ հիշացրու։ Ապա բանը, պատմում ես այս մի տարվա մեջ։ Անցյալ անգամ նորի հետ էինք հյուր, չէ։ Ասաց Շուշը, որ բան ես հիշում, ինձ ուղարկի, որտեղ դու դեռ Գրես Սիրյանուշ Գասոյանի Հասնինգ Սասուն։ Հա, հանճարեղ պատմությունը։ Ուրեմն Սիրյանուշ Գասոյան ընկերուհիս է, շատ եմ սիրում իրան։ Ես էլ։ Հա, շշմելու կերպարը։ Ուրեմն Սիրյանուշը 2 օր առաջ մեր տանը մի հատ պատմություն է պատմում, որ she made my day, որ ասում է 2 օր ես բերանս բաց ու հենց այդ պատմությունը եղավ, հենց Սիրյանուշին ճամփուտրեցի, մանեն ասի կհիշացնես պատմեմ։ Ուրեմն Հակոն 3 տարեկան է, տղան գնում են Ֆրանսիա, Փարիզում ընկերու հետ հանդիպում են, բան ասում երեխուն տանելու են վաղը դիսնելու են, ասում են զգուշ կրինես, երկար մի նայի, որովհետև բանը հատկապես սևամորտները եւ այլն շատ ծանր են տանում, բան երկար մի նայի որևէ մեկին, այդպես ասում հասկացա, ասում նստած են գնացքում։ Հակոն 3 տարեկան կողքս սենց խոսում ենք, բան մեկ էլ ասում կանգառը բացվեց, հատ սևամորտ մտավ, ասում սենց էլեկտրիկ կապույտ կոշիկներով, սենց ոսկեգոյ ինչ-որ կտորներով, զարդերով, ասում մի հատ հասկա, սենց ասում քթով ու ասում սենց դե խնդիր ունեն, չէ՞, նախալ են իրանց պահում շատ, որպեսզի բան անեն մարդկանց բարկացնեն, հրահրեն, որ սրանք ինչ-որ բան անեն, սրանք դատի տան փող աշխատեն, հա։ Ասում մտավ վագոն ու երգում է բարձր։ Ասում երգում է սաղ ֆրանսիացիք, ասում զզվանքով, բայց ժպիտով նայում են իրա վրա, բան թե ոնց են իրանք հիացած վառը։ Ասում սաղ սենց լարված, բան եկավ ասում թարսի պես նստեց մեր դիմաց, ասում է շուշ, ասում որ ոտերը մեզ ա կպնում։ Ասում ու երգում ասեց, նայում ա կողքերն ա նայում, բան ես ասում ասենց աչքերս ասահաց սայեցրի ասում ու հակոյցվան ասեց մամ էս ինչ ա երգում էս ինչ ա անում ասում հակո ջան դե ինքը իր երգն ա երգում հենց դաթարի դու էլ քոնը կերգես ասում երգեց ասում ասենց պաուզա տվեց մեկ էլ հակոս Հասնինգ Սասուն մտնինգվա ասում եմ ինչ ռեակցիա տվեք ասում ինքը սենց կարկամեց, ասում է, ամբողջ վագոնը սկսեց հառառալ, երեխեն սասունցի, հասնինգ Սասուն։ Այ շատ եմ սիրել այդ պատմությունը, շատ աֆրիկյան էլ նախալ է, այ շատ եմ սիրել այդ պատմությունը, դե լիքը պատմություններ են։ Շատ լավն է, ինձ հետ վերջերս մի հատ պատմություն եղավ, որ գնում էինք Ամերիկա մրցանակ ստանալու, Armenian Music Video Awards-ին, որտեղ երկն ու տեսալու մրցանակ էր ստանում, ես շատ ոգևորված խիտ գրաֆիկի մեջ, մի խոսքով նենց հաստատվում, որ մի օրով եմ ուղղակի գնում Ամերիկա ու գնում ենք մեր արտիստ ընկերներով։ Այդ ինքնաթիռով որ թռնում ենք,
Սոֆինա Մխեյան, Սարգիս Եղիազարյան, Ավետը Բարսեղյան, ես ու Ավետն ենք տենց մեր այսպես ասած բանը։ Հա, չայվ դվայոմն ենք, տիպա գասիլը свечи загадала желание, ես ու Ավետը որ չորտեղ են գնում իրար հետ վարելու կամ ինչ-որ բան անելու, ասում ենք լրիվ տենց չայվ դվայոմն ենք։ Ռուսների հետ սկսեցիր շփվել, առաջ այդքան չգիտեի ռուսական էստրադա։ Ես քեզ տենց բաներ չեմ սովորացրել, այդ տղա։ Օխ, կիշացնես Պուգաչովան պատմում, էլի Շուշոյի։ Լսի, ու մեր հետ պրեմիերա ենք լսելու հետ։ Լսի, ու Ավետը Սոֆին, Սարգիսը, մի խոսքով, էլի մեր արտիստներն են, Տաթևն Ասատրյան, բաց ես մի հատ անձնակազմով լավ ուրախ ճամփորդություն է։ Հիմա նենց է ստացվում, որ տենց տարբեր տեղեր ենք նստում ինքնաթիռում, Եվ ես ու Սարգիս իրար կողք ենք նստած, ես ամեն դեպքում մի քիչ զգայուն մարդ եմ, մանավանդ մի ընկերուհի ունեի, ով ինքը թռիչքներից վախ ուներ, ոնց բացատրեմ, բջջային մակարդակի վրա եմ զգում մարդը անհանգիստ է թռիչքի ժամանակ, թե չէ։ Զգացի, որ Սարգիսը այդքան էլ չի սիրում թռիչքներ ու որոշեցի, որ ուրախացնեմ իրան, այսինքն հա հի անեմ, միջև այդ վտանգավոր պահերը անցնի, որ մարդը թեթև հետո իհարկե ասեց արսկո հետ աշխարհից Երևան, ասես լավ ճանապարհ կգամ, ես եմ ասում եմ, վայ այդ նևրոզը անտեմ, ես նևրոզ չունեմ, ես նևրոզ չունեմ, ասում եմ, հա օքեյ, բան չասեցինք։ Եվ հիմա նենց է, որ մտածում եմ, որպեսզի ինքը վստահի, որ իրոք խնդիր չկա, վախենալու կարիք չկա, հիշում եմ որևէ հոգեբանության, ժեստերի հոգեբանությունից, որ դու պետքա մոտավորապես ոչ ուղիղ, բայց ընդունես նույն դիրքը տվյալ մարդու, որպեսզի ինչ որ ասում ես ինքը քեզ ավելի վստահի։ Հա, այսպեսի մի բան կա, օրինակ եթե ես քեզ ուզում եմ որևէ բան ասեմ, ես կնստեմ մոտավորապես այնպես, բայց չընդգծելով իմ այդ դիրքը, բայց ենթագիտակցական մակարդակի վրա դա քեզ վրա ազդում է։ Ես օգտագործում եմ իմ acting-ի մեջ, բայց կյանքում այդ րոպեին պետք է, կա որոշեցի օգտագործել ու պետք չգար, էլի։ Ինչ է։ Հիմա Սարգիսը վերցնում է այդ թաց անձեռոցիկները, որ պետք է բացի ինքը իր ինչ որ նորմալ ասում է, ես էլ սենց շատ տենց խոսքի մեջ իմիջայլոց վերցնում եմ այդ թաց անձերը, ինձ ընդհանրապես պետք չի այդ րոպեին։ Սենց որոշում եմ բացել, չի բացվում, ու որոշում եմ ատամով բացել։ Ատամով էլ 1-2 անում եմ, չի բացվում, ինչ 1-2, ընկնում եմ ատամիս հետևից բառիս բուն իմաստով, ասենք ատամներ, որ ինձ ծառայում են արդեն տարիներ, որտեղ դոկտորը ֆանտաստիկ լավագույնն է։ Ու լսի, այս հենց շնոր, սենց քաշում, ու զգում եմ, որ ինչ-որ բան թուլացավ։ Նայ, որ թուլացավ, օքեյ, ասում եմ, վրոզի բո նորմալ է։ Դեր տեղում է, այտենց անցնում է այդ ակնթարթը, մենք հասնում ենք Երևանից Վարշավա։ Իջնում ենք Վարշավա, զանգում եմ իմ բժշկին, թե ինչ պետք է անել, պետք է մի խոսքով ծնել, մենք Վարշավայի օդանավակայանում ենք, այսինքն ժամ չկա քաղաք դուրս գալու եւ այլն, զանգում եմ Էմիին, Ամերիկա, մեր Էմիին, Բեջանյան, ասում եմ Էմիին կարելի է հենվել ու չէ, կներես, սպասի, միջև Էմիին զանգել, իջնում ենք Վարշավա, ինչ որ տենց բիզնես լանչ, ավոն էլ ռաբիզություններ մի արեք, ստեղից մի բան վերցնենք ու տենք արագի մեջ, բան ինչ, բիզնես լանչ բան, դες սենդվիչներ ենք վերցնում, հիմա նստած մեր անձնակազմը պատկերացնում ուտում ենք, ես գցում եմ, ու ասում եմ, վայ երեխեք, ատամս, ու չկա էս մի ատամը, ու դու մի քանի ժամով գնում ես մրցանակ ես գնում եմ մի քանի ժամով մրցանակ ստանալու Ամերիկա, այսինքն ես հասնում եմ, գիշերը հասնում եմ, նկարում, գիշերը հասնում եմ, ունես չէ նկար անշուշտ, հա, սպասի, բանը, ուրեմն գիշերը հասնում եմ, հաջորդ օրը մրցանակաբաշխությունն է, մյուս օրը հետ եմ գալիս, այստեղ տոնածառի լույսերը պետք է վառենք, այսինքն սենց լրիվ չգիտեմ դա ինչ պետք է լինի, որ մի խոսքով այդ ատամը սենդվիչի միջից գտնում եմ, ու այսինքն լավա ինքը չէր վնասվել, այսինքն ուղղակի դուրս էր եկել։ Սիրուն գեղեցիկ։ Հետ ես տեղավորում։ Վինիրը։ Ավոն սենց հա։ Նույն բառն է գիտեք, չէ՞, սիրուն գեղեցիկ։ Ավոն սենց հա, մի հատ ծամոն ծամի։
Ծամոնով հետ եմ դնում ու մտնում եմ այդ հիմա ինչն է մոդա ինտերվալների գալադանյա ինչա ինտերվալ սովի մեջ այսինքն միջև Ամերիկա էլ ուտել բան ոչ մի բանի մասին մի խոսքով այդ ծամոնով sense տեղադրում եմ հա նախ ֆոտո եմ անում ուղարկում եմ MK-ին ասում եմ էմի sense հա սիտուացիան խնդրում եմ մի բան արա մենք էլ ասում եմ թռնում ենք Քյավառա լոթով լսի ավիակամպանիան Wi-Fi բան չկա էլ ինքնաթիռի մեջ կոնտակտի չեմ լինելու MK-ն ասում է դու հանգիստ արի մինչև գաս ամեն ինչ կազմակերպած կլինի այս վիդեո եմ անում որ ուղարկեմ Էմին Ես իրան ուղակի դրել եմ տեղը բայց խնդրում եմ նայի որ հասկանա ինչա Հիմա ես իրան ուղակի դրել եմ տեղը բայց խնդրում եմ նայի Դա ծամոնով եմ վարսակոս Լսի հիմա հասնում ենք լոս ստանում ենք մեր ճամպրուկները որ նորմալ պետքա դուրս գանք այդ ընթացքում ուրեմն sense քայլում ենք Սարգիսը Տաթևը բան այսքան երեխեք առաջ են Սարգիսը ով է Եղիազարյան Երկիչ է Հա, հա դե ճանաչում դասը Միջոմը ասում է Սարգիս չեմ ջոկում ով է Սարգիսը Չեմ ճանաչում ազորով չի ծիծաղում ով է Պավարոցին արա Ինչ եք ծիծաղում չեմ ճանաչում Թողը Սարգիսը Եղիազարյան Օքսին Ավդալյան մեր հետ էր հա Նայ հոտու գրավորում է Բա իրար հետ ենք թռնում Քեզ Ավետին ու Տաթևին եմ ճանաչում հետո Հա նայ հիմա Սոֆին էլ կար լավ Հա Սոֆին եմ ճանաչում Նայ հիմա sense շուշ պատկերացրու ինձնից առաջա Ավետը ես իմ ճամպրուկով sense գալիս եմ եւ Ավետը ինչ որ մի հատ հումոր է անում հերթական հանճարեղ լավ ու ես sense հազափրշտա ծիծաղախառը չեմ կարա նկարագրեմ այդ ինչ ձենա մոտավորապես ինչ որ այսպես մի հատ տես ձեն տենց ծիծաղի հետ ու տեսնում եմ որ թռնում է ատամս կյանք ու sense ծլնկ մի հատ տես ձայն է գալիս Այսքան եմ որ ատամս կա Էմին ասել ամեն ինչ կազմակերպած է որ ինձ կտանի այնտեղ ատամնաբուժի Տեբլոսի ատամնաբուժին շատ շնորհակալ եմ Ժողովուրդ այսօր ատամ չտեսնեք երազում վատա երազատում մի վարքանում հարցերը լսում են շատ շնորհակալ եմ ձեզ լսի Բայց թռավ այսինքն եթե չգտնենք հյան թռնում է LA-ի iSense հատակի վրա նայ iSense հատակի վրա, որտեղ Ավետը ինձ sense ամ։ Դու պատկերացնում ես, այդտեղ քանի հատ տենց ատամ կա, այսինքն որտեղ կարծինք են, ոնց որ շատ բան է։ Ու հիմա ու մարդիկ ճամպրուկներով գնում են, նայ, արագ, պատկերացրիր, որ ստացել են դուրս են։ Ու ամեն մեկի հետ ես մտածում եմ, վայ, գնաց ատամս, գնաց ատամս, ու sense նայ, որ բան։ Տենց ման են գալիս, այս Ավետն է, որ մանա գալի իմ ատամը։ Այս ուղարկելու ես։ Աստեղ նայ։ Aeroportum։ Ուրեմն հետևի կանգնած մարդիկ, կսայ։ Aeroportum։ Հետևում կանգնած մարդիկ, բեկը սենց են անում։ Ինչ ա եղել, ինչ եք փնտրում, ինչով կարանք ձեզ օգնենք։ Ասում ենք, չէ, նորմալ է, շնորհակալություն։ Ամեն ինչ, դե հայեր են սրտացավ պատկերացրեք ու մեզ են տեսել, ուզում են որ օգտակար լինեն, էլի։ Ասեք մենք էլ ման գանք, չէ, նորմալ է։ Ես դե, չէ, նորմալ է, խնդիր չկա։ Մի խոսքով էլի ման։ Չէ, նորմալ է, խնդիր չկա։ Մեկ էլ ու նորից։ Ման կարաս այսօր մենակ այս թողնես այս ամբողջը։ Ու մենք նորից փնտրում ենք ու այդ ընթացքում Նորից հարցնում են այս մարդիկ, դե հայկական պետք է օգնեն, չէ՞, հնարավոր չի չօգնեն։ Կարող է ինչ-որ մեկից քաշեին տային։ Բայց դեռ չգիտեն ինչի մասն է խոսքը։ Այնոր, բայց ինչ ասեք, մենք էլ ոնց որ միանանք ձեզ, փնտրենք մեկը ես ու Ավետը սինխրոն սենց ֆռմենք։ Ավետը Արսենի ատամն ենք կորցրել։ Արսենի ատամն է տրել։ Ավետը Արսենի ես իմ ատամն է սենց կորել այդ ֆրազայի վրա։ Այս մարդիկ Սենց նայում են մեզ, մոտապես գիտես ինչ հայացքով, որ փաստորեն ճիշտ է, էլի, որ երևի մի քիչ տարօրինակ է շոու բիզնեսի ժողովուրդը։ Այն որ տիպը լավ, օքեյ։
ու հիմա այսքան խնդիրը ատամը գտնելա։ Ես ուղիղ կապով միանում եմ բան վերին իմ սիրելի հարթություն ու խնդրում եմ ասում եմ բանը Lost and Found-ի պատասխանատու երկնքում ովա կորած իրերի պատասխանատուն որ գտնենք խնդրում եմ նենց արա որ գտնենք ատամս Շնորհակալություն հայտնել ես հետո Իհարկե Գտելեք, լսի ես սենց եմ անում խնդրում եմ նենց արա որ գտնեմ ատամս ու այդ րոպեին այս սենց ուզում եմ քայլ դնեմ ու այս ոտքս չեմ դնում ու սենց եմ անում եւ այդ տեղը այսքան անհնար էր այդտեղ գտնել մի խոսքով սենց հայցի գտա Կարոնաս ջե Ոայ խնդրում եմ ու հիմա պետքա արդեն ավտոյով գնանք միջև հյուրանոց Սոֆին ասում չդնես էլ այդ ատամը ասում չէ դե լուր է մենք լրիվ օքեյ ենք արժան որ դու ես մի կես ժամ առանց ատամ լինես էլ չդնես կորցնես բահի միջև կպցնենք մի խոսքը բայց ինչքան ենք ծիծաղել չեմ կարա նկարագրել Լսի ամենի նկարը անճարեղա Շուշ միացնեմ եմ Նա voice-երը։ դիմացրու լսենք հենց ինչեր են պահել Մանուլ, ես էլ քեզ եմ գրկում ու պաչիկանում, ցավդ տանեմ։ Լսի, այն օրը մի հատ հիշել էի, ու ասի մանե ու հեռախոսը ձեռքից տենց պահած ձեռքը վերևս, հեռախոսը քնել էի, հետո ընկել էր ճակատիս։ Դեմոց իրաց Լևոնյան։ Երեք նազորի շուկա Լալևոնյան։ Ուրեմն գնում եմ հյուրախաղերի, թե համերգների Արցախ եմ գնում, կարծեմ, դե պարտադիր Սյունիք Արցախ։ Եկանք հասանք Եղեգնաձորի շուկա, Գրիգորիչից սիրած տեղը։ Համով բրդուճներ էին։ Հա ղավորմայով Ոնդեղ կասետներով մեքենա մի հատ տղա էր նստած, որ միշտ կասետներն էր վաճառում բոլորիս։ Ասենք ես լսում էի իմ ձայնը, այնց բարակ էի երգում, ոնց որ ես Լուսիկ Քոշանարն էի, այտենց վատ ձայնագրած այդ մեր այդ կոմսոմոլի երգերը բանոշը։ Այդ կապ չունի, ինձ հենց տեսա, մեկը վայ Ազիզ Ալա Լևոնյանը, այսինքն կապ չունի դու երգչուհի ես, կապ չունի որ դու Ալա Լևոնյանը չես, դու Շուշան Պետրոսյանն ես։ Ու նման չեք Ու նման չեք բացիրը։ Վայ Ազիզ Ալա Լևոնյանը։ Մարտակերտում եմ, բայց պետք է մի հատ գնամ Ստեփանակերտ, Բակոս Ակիչի հետ հանդիպման գամ։ Ընկերներիցս հրամանատար Դավիթին Մանուկյան խնդրում եմ, ասում եմ, դավ կօգնես մեքենան, ասում եմ, հա իհարկե, մի հատ մայորիա հրահանգանում, որ ինձ տանի մեքենայով, Ստեփանակերտ սպասի հետ բերի։ Հիմա Տիկին Պետրոսյան, կարում ու գազ լցնենք։ Ասում եմ առանց գազի կարանք գնանք, ոչ մի կերպ, ասում բան չես հարցնում։ Իհարկե կարող ենք, բնական է, եթե առանց գազի կարալ ու չընկնենք, բենա լցրու։ Հիմա եկեմ, Տիկին Պետրոսյան, բենալի, պետք է դուս կակ մեքենայից։ Հարկը այդպես էլի, որ գազ ենք լցնում, ասում նորմալ է։ Հիմա եկել եմ ես անկյունում կանգնել եմ։ Ուրեմն պապաս որ մահացավ ինձ, երբ որ պարկած էր վերջին ամիսը, այս մասը եթե հանկարծ երբևէ լսեմ տնազների մեջ, ականջդ կկծեմ։ Սիցիլիացիների պես կպատժեմ քեզ։ Մի խոսքով, ասեց բալես մի երկի, մի ծխի, լավ չի ձայնի համար, բան իսկապես 2 տարի չեմ ծխել։ Արցախ գնացինք ու չէի ծխում, չէի տեսնում, հանգստացեք, երկուստ էլ ծեծ կուտեք հիմա։ Գնացել ենք հենց հանդարտվեք եւ պատրաստ լինեք կպատմեմ։ Պապայիս խոստացա, որ չեմ ծխելու, երբ որ հիվանդ էր վերջին շրջաններ իր կյանքի, խնդրեց, որ չծխեմ, ասի լավ չեմ ծխում, 2 տարի չեմ ծխում։ Գնում եմ Արցախ աշխատելու, այսինքն այդ շրջանում ես չեմ ծխում։ Հիմա այդ մայորը խնդրելա, որ սպասեմ այդ գազալացակայանում, ես անկյունում սպասում եմ, ինքն դեղ նստում եմ, մեկ էլ մի հատ շատ սիրուն երեխա մոտեցավ ինձ, մի 7-8 տարեկան 9-10 տարեկան շատ սիմպոզակ միացած։ Ոնց որ Միքելանջելոյի Դավիթը լիներ, այդտենց նույն բաներ, բայց փոքր, որտեղ ասաց մոնոթով ասաց։ Դու Շուշան Պետրոսյանն ով։ Ասի, հա, բալես, ասաց։ Դու պաբիրոզոս քաշում։ Չէ։ Ո՞վ է քեզ ասել։ Խոխեկն էին խոսում։ Խոխեկն էին խոսում։ Ազիվ 10 տարեկան։ Բայց այդ ծխելու հետ կապված, ուրեմն օպերայում համերգա, կուլիսներում ես ու նունեն կանգնած ենք, սենց սպասում ենք,
պիտի ինքը գնա հետո ես դուրս գամ ու մեր կողքը մի հատ էլի արտիստ կա որ ելույթ ունենալու հեսա ասինուն այլս ես ինչ ծխել եմ ուզում ասեց ծխի հանգիստ ես իր մոտ չեմ ծխի Գուրգեն Դաբաղյաններ Իրամոտ չեմ Կոստիկ մեծ ձածա է պայասի չէ ինչ ես ասում ես իր մոտ չեմ ծխելու մեռել էի երկուսով Բայց դի չենք պատմել չենք պատմել հա էլի խնդրում եմ Կյանքես լացում է այդ ստատուսը Չէ բայց շատ խնդալու պատմությունը Իսպիրը մեր շատ ակտիվ է չէ տենց քաղաքի մակրություն էսթետիկա բան այդ հիմա է որ գնացել է անտիկ մեր լավ շրջանի ռետրոսպեկտիվ երաժշտություններն ա վերականգնում եւ իսկականից շատ լավ գործ է անում Ուրեմն ես իսպիրս հենց միտեղ աղբակույտ էր տեսնում ֆոտո էր անում ու ստատուս էր դրում հա դե այդ տարի շատ դժվար էր ձմեռելիքներ էլի փողոցները կեղտոտ ահավոր վիճակա լրիվ ուրիշ ֆորմատա որտեղ ես դրան սովոր չէի ինչպես շատ քաղաքացիներ արդեն մեկ էլ շատ խնդալու պատմություն է ֆոտո արեցի Ու ես տեսնում եմ այդ ստատուսը ման է ու ստատուս եմ լացում է ձենով ծիծաղում այդ ստատուսը որ կարդացի Ինչ գրել հա Ստիվի բանը չէ իսպիրին էր նշել ու գրել էր Ստիվի դու ես այդ ձենով է գրել այդ ձենով է գրել Չես տեսնում ինչ է կատարվում ու գրել է Ստիվի դու ես այսինքն չի երևում Ստիվի դու ես ուր ես էլի հիմա ինչ ես լռում հիմա ինչ Հենց այդ ձենով էր բայց գրել հանճարեղ բան ասել բայց ասում Ստիվը բայց իսպիրը հանճարեղ պատասխան էր տվել Ինչ էր ասել Ստիվի երկի ուրիշ ինչ որ երկի բարերով տակը էդ էր գրել այսինքն այդ հումորն է որ մենք կհասկանանք բայց դա մնա որ դուք այդ զգացել եք չէ իսպիրի հետ կապված ուրիշ բան կա երբ որ Ստիվի հետ հանդիպեցի իրականում եւ դե առաջինը Գրիգորիչից հասցրեցի նայեց հուզվեց եւ այլն բան իսպիրը ասեց այն որ տնազը անում է բայց արդեն այնքան արել իրան ինքն էլ է մեկ ասեց այդ մոնտաժը մեկ էլ որ ասում ես Ամերիկա ինչ հիշեցին նոր ընթացքում ուրեմն ջազ բենդի հետ թռնում ենք Միացյալ Նահանգներ 2002 թիվն է միակ անհանգիստ չքնողները ես ու Արամոն ենք մեջները բայց առաջին մի 5-6 ժամը Արամոն ու Միշիկը Պողոսյան երգում էին Мы дети галактики այդ սովետական ամբողջ ռիթմով հետո Միշիկն էլ չդիմացավ Էման անընդհատ sense բանը sense սաստող հայացքով ինձ Արամոյներ նայում որտեղ մենք ջրիկացել էինք կատաստրոֆի Ձեր դուետը շատ լավն է Դե հա դե պատկերացնում դա ինչա Ու բան այդ Мы дети галактикիով ամբողջ այդ ճանապարհը թռել ենք սեպտեմբերի 11-ը նոր էր եղել մենք գնում ենք Արամոն անցնում է որ Էման պետք է անցնի Էմային պահում են Արամոն ասում է երկուսով կանգնած ենք ես Արամոն սպասում է Չէ թողնում 10 ամենահանգիստ մարդուն է 10 րոպե 20 րոպե կեժամ Խելագարում ենք պատկերացնում ես Արամոյի վիճակը Սենց տենից ինք անհանգիստ է Ովա ինչա քանիսնա ինչ եղավ Արա դե ուշացանք բան կապ չունի Արամ Էման սենց սփռտնացա ես արդեն գույնը արունը գնում ա դեմքից սենց նայում եմ Էմային Ինչ է Մի 40 րոպե հետո Էմային թողում են Էման ասում է այդ բաներն էին այդ տերորիստկաների ֆոտոներ են դրած ասում է շուշ մեկ էլ ասում է իմ նկարը տեսա գլխաշորով այսինքն ինչ որ մի արաբ կամ չգիտեմ ինչ որ մի կինա այդ տերորիստը որ կոպիա Էմայի պորտրետն ասում մեկ էլ ինձ տեսա գլխաշորով Միջև ճշտել են որ ինքը չի բայց գիտես այն աշխարհ գնացինք եկա Էման տերորիստ կա չեմ պատկերացնում ջութակով տերորիստ Ջութակով տերորիստ կան լավն է Մեկ եք Պուգաչովան որ ասեցի Հələ պատմի էդ Նսի ուրեմն Մի խոսքով ես Վրաստանում եմ, Վրաստանից վերադառնալիս իմանում եմ, որ Փեթմունթինին այնտեղ համերգ ունի, իսկ Փեթմունթինին ես գիտեմ Շուշանի շնորհիվ, ինչպես երաժշտության մեջ շատ բաներ գիտեմ Շուշանի շնորհիվ, այո, որ շատ սովորել եմ ու բացահայտել եմ քո շնորհիվ, Շուշան այդ թվում նաև Փեթմունթինին Եվ տեսնում եմ, որ Փեթմունթինին համերգ ունի, զանգում եմ Շուշանին, ասում եմ դու պիտի գնաս այդ համերգին Ես տնից դուրս չեմ գալիս արս
ու իրոք, այսինքն շփման մեջ բան չկա, այդ շրջանը մի հատ, ասեց ես բան տնից դուրս գալ չունեմ եւ այլն, ես այդտեղ մտա եմ որ չէ, դու պիտի գնաս, դու պիտի մի հատ դուրս գաս, օդափոխվես փետ մթինի, դու հասկանում ես, ես քեզնից եմ իմացել Փետ մթինին դու ոնց կարաս այդ համերգը բան ինձ ասա չգիտեմ տրանսպորտա եւ այլ ինչա պետք է կազմակերպել ես ինչ կարող եմ անեմ դու անպայման պետքա գնաս այդ համերգին ես ուղակի չեմ կարող թե չէ կգնայինք միասին խնդրում եմ շուշ պիտի գնաս այդ համերգին մի խոսքով 2 օր հետո զանգում եմ կոնտրոլնի ինչ արեցիր Տոմսերը եւ այլն Զազային զանգեցի Մարջանիշվիլի իմ շատ սիրելի ընկերներից մեկին երաժիշտ Սազան 3 տոմս արեց, որտեվ հասկացա, որ լավ ես եղել եմ Մեթնի համերգին Նյու Յորքներում եւ այլն, բայց երեխեքս պետք է տեսնեն։ Գրիգորի ու Գագորի հետ։ Գրիգորի ու Գագին տանում եմ Մեթնի համերգին։ Գրիգորին ասել եմ։ Գրիգորին ասել է ուրեն գնում։ Ոստիկը չգիտի։ Ու Գագա հարցնում է, բայց ես ինչ եղավ էլի, այսինքն մի տարուց ավել է մաման տենց տաննա ոչ մի, այսինքն բան չունի արտաքին աշխարհի հետ ու եկել հոп գնում ենք Վրաստան բան ու տես ճանապարհին ասում է էլի ինչ ա եղել ինչի ենք գնում Շշոն ասում է բանը գնում ենք Ալլա Պուգաչովայի համերգին Երեխես փոքրուց Մեթնի շատ ա սիրել նույնիսկ ինքը ամեն կոմպոզիցիային իր անունն էր դնում բայց ասեցի երեխուն նանական կանոնի մախորնը Գրիգինաս ասես բա մենք Պուգաչովա Եվ գագը ամբողջ ճանապարհը իմացել է Պուգաչովայի դեմքը նայում է որ այսինքն մեր տանը չի հնչել երբեք չենք լսել Ման հա որ Բայց այո, բալես, հա։ Ասա, դա լեգենդ է, կարող ես սիրել չսիրել երաժշտությունը, բայց դու պարտավոր ես սիրել ասելու։ Կարող ես սիրել, դա լեգենդ է, բան, պարտավոր ես, մի անգամ գոնե պետք է տեսնել։ Եկանք հասանք, գնացինք Զազայից մոտ, Ջազանովա գնացինք, մեր սուրճը խմեցինք, իրանք կերան, ճաշեցին երեխեքը, բան, միասին բոլորս եկանք այդ տեղը, մեկ էլ երեխես ինչ-որ պտտվելուց տեսել էր աֆիշները ասենց պտտվում են, ասենց փախնում են։ Տեսա, ու սկսեց գոռալ, ասենց փաթաթվել է ուրախությունից երեխես։ Ու ֆոտոներ կան։ Բայց Պուգաչովն մեծ երկու է, դրա մասին չի խոսքը։ Այսինքն հանկարծ բանը, հանկարծ տարիքով մեծ ծոցաները չկարծեն թե ես թերագնահատում եմ։ Մեծ երկչուհի է, պարզապես այդ սերնդի երեխեն կարող են ընդհանրապես չիմանալ, էլի ով է Պուգաչովը։ Երեխաները չեն Ոչ մեկն ոչ մենջելիզն էլ չգիտեն նույնիսկ ով է։ Ես ամբողջ ռեպերտուարը կարամ երգեմ։ Դե ես մի քանի երգ ունի, որ հանճարեղանից համար երեխեք ուրեմն մի քանի տարի առաջ պատգամավոր եմ, անում եմ իմ ծրագիրները, Իմանուշ հայրենիքը լսել եք։ Իմանուշ, հա, օքեյ։ Հասկացա, այո, հասկացա։ Ուրեմն պատգամավոր եմ, դե ծրագրեր եմ անում, իդեպ հայրիկդ լիքը միացել է իմ այդ բարեգործական ծրագրերին Արցախում եւ այլն եւ այլն։ Դե տենց ընկերներս, ծանոթներս գիտես, պատմություն չէի սարքում դրանից։ Զանգ հեռախոսով։ Ու շատ լավ ծրագրեր ես արել, շուտ պիտի ասեմ, շատ։ Մեծ ու լավ։ Էլի ենք անելու։ Ալո, ասում այո։ Ես Շուշան Պետրոսյանի հետ եմ խոսում, ասում այո, լսում եմ ձեզ։ Ուրեմն Տիկին Պետրոսյան, ուրեմն ես գիտեմ, որ դուք բարեգործություններ եք անում եւ շատ-շատերին օգնում եք, ով ձեզ դիմում է, փորձում եք հարցերին լուծում տալ։ Ուրեմն իմ եղբայրը շատ ծանր հիվանդ է երիկամներով եւ ես ուզում եմ, որ դուք ձեր մի երիկամը տաք իրեն փոխպատվաստման համար։ Ինձ սկզբում թվաց մենջն է։ Բլեֆա։ Ես ամենայն լրջությամբ եմ ասում եմ, բայց գիտեք, գենետիկա կա, բան գոյություն ունի, ասենք արան համընկնում, խումբ եւ այլն, բացի դրանից ինչի ես պետք է Ամերիկա մտնում։ Ձեր ծնողները թող տան իրենց զավակներին, ամեն դեպքում իրենք տարիքով ավելի մեծ են։ Չէ, իրանք մեծ են տարիքով, իմ եղբորը առողջ երիկա մատում, ասեցի, դուք տվեք, ասեց, վայ, չէ, ես հիմա չեմ կարող։ Ես հիմա չեմ Սպաղված էր այդ րոպեին ինքը, էլի։ Ես հիմա չեմ կարող, ես քեզ ցույց կտամ, գրած է երիկամի դոնոր ուզողը։ Համարը պահել եմ մինչև հիմա, որտեվ ես տենց բան չէի տեսել իմ կյանքում։ Ես չէ, դա ես հիմա չեմ կարող։ Վերջինը էսա։ Պատմություն ենք հիշել ես ու նոր դե շատ խնդալու դրամատիկ թատրոն Տենց ինչ որտեղ երբ խաղ կա, որ գնում ենք, մենք այդ մեր թիմն է, նորը
ես, Արամ Մավետիսը մեկ ավետն ա միանում, Ֆայան, այդ մեր թիմն է։ Ամեն խաղը, ամեն օրը իր գույնը ունի կամ թեման ունի, այդ օրվա թեման տենց ինչ որ դասականոտ էր, տղերքը փափյոններով, կոստյումներով, բան ես երեկոյան հագած, եկան իմ հետևից, ես նստեցի ետևում, Նուրի հետ, Արամը դիմացը նստեց ու ամբողջ ընթացքում խոսում ենք, Նուրը պատմություն պատմեց, թե ոնց ա եղել մեր թատրոններից մեկում մի ներկայացման, որտեղ ամեն երկրորդ քայլին ասում էին ասի ես գնում եմ տուն բարև տիկին ասում միջև մի 20 րոպեի ընթացքում ասում եմ 38 օր եղավ ասում գժվեցի Անտմիջման ասի արա որ դուք առավոտները արտանում եք ասում եք բարի լույս եկանում ես наигранность какая-то բան ու ես պատմում ա ու փրփրել են Արամը ասում հա ես էլ էի հետ ասում ինչ կասում որ բան հետո Մայակովսկի ա կարդում ես երգում եմ Նուրը սկսում ա Դուրյանի լճակը կարդալ բան էլի այդ եկանք հասանք այդ տեղը որտեղ որ պիտի խաղանք Արամը դուրս եկավ Նուրը դուրս եկավ մինչև կգա իմ դուրը կբացի որպեսզի ես էլ դուրս գամ վարորդին ասում եմ կներեք շատ աղմկեցինք դուք ամբողջ օրը ղեկին եք պատկերացնում ինչքան տարբեր մարդկանց հետ շփումներ կան դուք հոգնում եք եւ այլն դուրը բացվում է այդ ընթացքում մեզ կներեք մեկ անգամ եւս հաջողություն ասեց անհոգ եղեք ես տուն եմ գնում գիտես ինչ է երեկո եմ որ respect էլի ինչ լավ ինչ հումոր շատ լավ պատմություն հա Շատ լավ նա Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Գլովոն Հենց հիմա ներբեռնեք Գլովո եւ պատվիրեք քաղաքի լավագույն ռեստորաններից համեղ ուտեստներ Կարող եք նաև պատվիրել մթերքներ, խնամքի պարագաներ, ծաղիկներ եւ նվերներ ձեր կանանց համար։ Իսկ եթե օգտագործեք հենց այնպես պրոմո կոդը կստանաք 1000 դրամ զեղչ։ Ներբեռնիր Գլովո, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Արսեն, երրորդ անգամ իրար հետ խաղում ենք թե։ Թե, օքեյ։ Տեսնենք ինչ հա։ Հա, այս անգամ հումորային հերոստանախագիծ ես սկսում։ Ու դու ես ընտրում ում հետ ես վարելու։ Okay. Հումորային հերոստանախագիծ Մարիա Մաթևոսյան թե Տոմա։ Տոմա թե Զարա Սահակյան։ Ախ։ Մանե, ինչ հետաքրքիր է։ Զարայից կարոտել եմ, Զարա։ Ընտրել եմ նենց անուններ, որ նախորդ երկու անգամը չեմ տվել։ Հա։ Զարա։ Ահա։ Զարա թե Լիանա Վանոյան։ Լիանա Վանոյան թե Արմուշ։ Լիանա Վանոյան։ Լիանա թե Լուիզա Ներսիսյան։ Լուիզայի հետ մենք ուրիշ տեսակ հաղորդում կվարենք Լիանա Վանոյան։ Լիանա Վանոյան թե Պոնչ։ Վայ։ Ինչ լավ, երկուսն է Պոնչ են։ Այսինքն էլ չեն։ Նա արի մնամ Լիանայի հետ, Լիանա Վանոյան։ Լիանա Վանոյան թե Գարիկ Պապոյան։ Օլալա։ Ֆրանսա խոսել է։ Ավել ֆրանսեր, ամեն լեզվից մի բան ունեմ։ Լիանա Վանոյան։ Գարիկի հետ շատ հավես կլիներ իհարկե, հա ասա։ Վանոյան թե Արամ Էմպետրի։ Օй, քանի որ հիշում եմ Արամ Էմպետրի ու իմ հանդիպումը քո տաղավարում, թե ոնց էր ինքը եկել իմ թատրի ռոկեքով շուշ գիտես ինչքան եմ ծիծաղել այդ հաղորդումը պետք անած, ասեց ես Արսենի ֆանատն եմ եւ այլն, հա չեմ խափում ու բացում է, այդտեղ Արսեն Գրիգորյանը տատուիրով կա։ Տեսել եմ այդ հաղորդումը։ Դա փառահեղ էր, Արամ Էմպետրի։ Արամ Էմպետրի թե Ֆելիքս Խաչատրյան։ Շարունակում ես։ Գիտեմ որ ֆինալն է արեցիր, բայց ոչ։ Արամ թե Ֆելո։ Արամ թե Ֆելո։ Լսի ես Ֆելոյին եթերում շատ եմ կարոտել ու շատ հավես կլինի իր հետ։ Հա, ես էլ շատ հավես եմ, ես հետ աշխատել եմ։ Այո։ Եվ վերջին հարցը, Արս։ Ահա։ Ֆելիքս Խաչատրյան թե Վաչե Թոմասյան։ Օծես դու գիտես։ Հավնա։ Ահա։ Լսի, նայ, դե եթե ուզում ենք որ գոնե առաջին հաղորդումը բոլորը նայեն, ուրեմն Վաչեի հետ
Տեսնեն ոնց է սկսվում այդ ամեն ինչը։ Վաչե Թոմասյան։ Վաչե Թոմասյանը հաղթեց, այստեղ էլ հաղթեց։ Խազեր մրցանակաբաշխությանը նոմինացված եմ։ Որպես Վաչե Թոմասյան։ Որպես դարվա Վաչե Թոմասյան։ Հիմա տենց ես ցավը տանեմ։ Ջան, ես այստեղ Մարտի 29-ին։ Այո, ես այստեղ չեմ, Մարտի 29-ին ես դրամակույն ներկայացումով հյուրախաղերի եմ։ Դեպի այս անգամ ուր։ Դեպի Իսրայել։ Եվ մտածում եմ խնդրեմ, քեզ պետք է հարցրեցիր։ Մտածում եմ խնդրեմ Վաչեին Թոմասյան, որ դահլիճում լինի, մրցանակ ստանալու դեպքում ինքը բարձրանա ստանա։ Վաչե, եթերից դիմում եմ քեզ, եթե Մարտի 29-ին Երևանում ես, խնդրում եմ Խազեր մրցանակաբաշխությանը պատրաստ լինես, որ մարդ ես, որ հաղթեմ դու բարձրանաս ստանաս, ես այդ տեսարանի համար խենթանում եմ ուղղակի։ Շատ։ Լավ ես գրել։ Այսօր զանգելու ես Վաչեին։ Այս Մարիամի Դիանա իհարկե, բայց հանճար է։ Շատ թույն, շուշ, հողմեք թեթե։ Վերադառնում ենք Երգի պետական թատրոնի հիմնադիր կազմ ու դու ես ընտրում նրանցից ով է շարունակում աշխատել Երգի պետական թատրոնում։ Էմա Պետրոսյան թե Արամով։ Էմա Պետրոսյան։ Էմա Պետրոսյան թե Գրիգոր Աղախանյան։ Էմա Պետրոսյան։ Էմա թե Անահիտ Շարյան։ Էմա Պետրոսյան։ Էմա գործիքա։ Էմա թե Անահիտ Մանուկյան։ Անահիտ Մանուկյան։ Անահիտ Մանուկյան թե Ինա Չիլինգարյան։ Ինա Չիլինգարյան։ Ինա թե Իրինա Դանիելյան։ Ինա։ Չգե, մի րոպե Ինա թե Իրինա Դանիելյան։ Թե Ինա։ Ինա։ Հա, երաժշտություն ենք, չէ՞ որպես Ինա։ Ոնց ուզում ես։ Ով շատ կավերզնի է այս մասը, երկուսն էլ շատ սիրում եմ, երկուսն էլ շատ համով են։ Երաժշտությունը այդ բոլորի մեջ Էմայինն է, որ հլա իմն է, ինչ որ ասել ես։ Ինա թե Իրինա։ Դե ասենք Իրինա։ Իրինա թե Իդա Ջանիբեկյան։ Իդա Ջանիբեկյան։ Իդա թե Արման Աղաջանյան։ Իդա Ջանիբեկյան։ Ես ու Իդան ընդհանուր սեր ունենք Ստիվինա, ու մեր ընկերությունը տենց է սկսվել։ Եթե մենք խոսում ենք երաժշտության տեսանկյունից, ուրեմն Իդա Ջանիբեկյան։ Եվ էլի կա մարդ, ում հետ ընդհանուր սերը Ստիվինա։ Իսպիրն է։ Իդա թե Արթուր Իսպիրյան։ Արթուր Իսպիրյան։ Արթուր Իսպիրյանը հաղթեց, շուշ։ Որտեղ իմ Իսպիրի ընկերությունը սկսել է 88 թվականից։ Ու իրականում Շուշանը եւ Արթուր Իսպիրյան շարունակում են մինչ օրս Երգի պետական թատրոնի երիտասարդ սերունդի հետ աշխատել։ Ինչը հիանալի է։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ներկայացնում է Արարատ բանկ Mastercard World Travel քարտը։ Այս քարտը հրաշալի ընտրություն է հաճախ ճանապարհորդողների համար։ Տարեկան 6 մուտքի հնարավորություն, launch key, ձեր ինչպես նաև ձեզ հետ ճամփորդողների համար։ Տարեկան 1 GB ինտերնետ ռոմինգի հնարավորություն Global Roaming, Mastercard կոնսերժ ծառայությունից օգտվելու անվճար հնարավորություն 24/7 սկզբունքով եւ այլն։ Եվ էլի մի շարք առավելություններ Mastercard-ից, այնպես որ ընտրեք այս քարտը եւ աշխարհով մեկ ճանապարհորդեք Արարատ բանկի հետ։ Կինա։ Ոչ։ Ուֆ, 10 հարց։ հա։ Երկումա։ Այո։ Նույն ոճի մեջ ենք։ Ոչ։ Լուրջ ես ասում ինքնա, ասի։ Ահա։ Չեմ կարող այդպես ասել։ Հասցի հասկանալ է, որ հարց չէր։ Բայց երկել են էլ իրար հետ, հիմա չգիտեմ որ չնաց հետ։ Լավ, ում հետ չի, երկել տենց։ Ես իր հետ դուետ կերքեի։ Այո։ Քո մտածածը չի ուրեմն։ Հա։ Դու էլ իր հետ մտածում։ Ես հասկացա դու մասին ես։ Երեխա ունի։ Այո։ Չեմ կարող հուշել, Երկիչ է, տղա էր, չէ՞, պատասխանը հարցնում է։ Երեխան էլ ինքն է։ Կճոքնեմ։ Էրիկն է։ Ոչ, մի տարբերակ։ Միշտապես։
Դեռ հարցեր կարող ես տալ։ Երկեր օրինակ որ հիշես կամ չգիտեմ ինչպես կարող է այդ հարցը։ Ասա հեսա դու ես լինելու, տեսնեմ դու ինչ ես անելու։ Երկի թատրոնում երկել է։ Այո։ Ռուսլանն է։ Ոչ։ Տարիքային կարաս հարց տաս։ Հա։ Իմ սերունդից չի, չէ։ Դու Իմ սերունդից է։ հա։ Ու տղա ունի։ Մեկ հարց։ Okay, իմ սերունդից է տղա ունի, ինքը տղա է։ Դե իսպիդին հո չի պահելու ախր։ Նա տղաներ ունի։ Իսպիդի հետ երկել եմ դու հետ շատ բան կլիներ էլի, անկեղծ կլիներ էլի։ Արմեն Գևորգյանը չկա, Աշոտ Ախյանը չկա։ Աղախանյանը 2 տղա ունի, Արամոն մի տղա ունի։ Արամոն? Ոչ։ 17 հարցը հնչեց։ Հիմա մեկ անուն հնչեցնելու հնարավորություն ունես։ Ու կարամ մի հատ բան ասեմ, ինքը չի ասել, որ մի երեխա ունի։ Okay, լավ։ Հա չէ։ Իսպիրն է։ Ոչ։ Լավ։ Ոչ։ Ովա։ Նայ։ Նայ։ Վայ ֆոֆոնիկ։ Ֆոֆոնիկը։ Իմ ֆոֆոնա, ուտեմ ես քեզ։ Օլալա։ Ֆրանսախոսը։ Աբու։ Աբու։ Կինա։ Չէ։ Երկիչ է։ Չէ։ Հաղորդավար։ Բոլորովին։ Վայ չի հաշվում։ Սիրեմ ես 3 քեզ, հետո 3։ Դերասան։ Թատրոնի դերասան։ Այո, նաև։ Դե հիմնականում։ Հա։ Մի րոպե, դերասան։ Իմ սերնդից է։ Հա, իհարկե։ Հա։ հուշում ես։ Չէ, Մի րոպե։ չէ, տենց բան չկա որ Հա։ ինքը տենց չի անում։ Մորուք ունի։ Այո։ Այս նկարում, այո։ Մասել է երկարը։ Ով հա։ Երկար է հիմա այս Այս նկարում։ նկարում ոչ։ Այս նկարում չէ, բայց ասել։ Ըստ դերի։ Վարշամ, Այո։ Գևորգյան։ Հա։ Բաս ուտեմ բռունցը հետ նկատի ունեի։ Բրավո։ Պես։ Ահա։ Այո, որովհետև ես բացատրեմ, ես տրամադրում եմ։ Տրամադրեցիր ու շատ լավ։ Ֆոֆոնիկիս, իմ ֆոֆոնը։ Ես Հիանալի։ ուզում եմ դու պատժվես։ Փոխենք նկար։ Չէ։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է Step by Step գրուպը, որը միավորում է մի շարք բարձրակարգ շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Շուշի Palace-ը եւ Step Construction-ը։ Թաղամասը նախագծված է հարմարավետ եւ հասանելի միջավայր ապահովելու համար, ներառելով անհրաժեշտ լուծումներ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար։ Շուրջօրյա անվտանգության ծառայություն, ինչպես նաև կանաչապատ բակ, զրուցարաններով, ճեմուղիներով, շատրվաններով եւ խաղահրապարակով։ Իսկ բարձրորակ համալիր շինարարական աշխատանքների համար կարող եք դիմել Step by Step գրուպի Step Construction։ Ես ձեզ տալիս եմ հայտնի երգերից երկտող կամ քառատող, ուրիշ երգ եմ միացնում, բարձր, դժվար խաղա։ Ու արց օրինակ երգում դու ուրիշ երգ ես լսում։ Ու գուշակում ես Գուշակում ես ես որ երկնեմ երկում։ Какой кошмар։ Հա, բարդ խաղա, բայց մի վարքան, այստեղ պիտի պարտվի արց։ Եթե հայկական էստրադա միացնեք, ես Ստիվի միացնեմ։ հա, էլի։ Կարեն։ Ես հանգչում եմ, ես մարում եմ, բեր նրան կորած գարունը, չեմ կարող ապրել առանց սիրո։ Չեմ կարող ապրել առանց սիրո։ Տեղում, հասկա։ Everybody's got a thing։ Ցածրել երկում է, տարբերակ չուներ են այս լսելու։ Բարձրամիացը։ Հա, շատ բարձր է, չէ՞, տեղ միացրած։
Չեմ, ես սպասում եմ երկրորդ անգամ սենց Հիմա անեմ։ կարող եմ մի րոպե, Չեմ մի կարող վայրկյան, ապրել։ երկրորդ երգն է։ Մի վայրկյան։ Մի հատ անկապ բան արա, Առանց տենանք ինչ ա գուշակում։ սիրո։ Don't you worry about the Անկապ բերանով thing, բաներ արա, տենանք ինչ ա mama. գուշակում։ Հա, պրոստը, ինչ որ լիբոյ բան։ Ֆրանկ անենք։ Հա, պրանք ենք անում, անկա բաներ։ Ամեկանայի։ Նայեմ։ Trocale cafinto praterita si, pracomanto si։ Մի հատ կրկներ քելի ասա։ Trocale tapera, trancora pasi, prito brumpaki։ Ման չեմ հասկանում։ Փորձի գուշակել բերանով։ Հիմա նույն ձև պիտի անեմ, որ հասկացի, որ ուրիշ բան չեմ անում, չէ՞։ Trocare capeta, trancora peti, tinca montasi։ Don't you worry about the thing. Ստիվի եմ լսում, ես ոնց կարամ ուրիշ բան։ Մի հատ էլ փորձի։ Troncare tapenta, stancare pati, Ախմախ երկա titare։ երկում։ Մանենա, ես կամ չունեմ։ Շատ թույլ, դե գուշակեցի։ Հա, Ոյ, ներես։ Հիմա դու։ հիմա ես։ Ախմախ երկա երկում ասեցի։ Ահա, պրանք էր անում մանեն։ Կապոկալե։ Այսինքն գտել եմ ես իմ չեմ կարող ապել առանց սիրո։ Don't you worry about a thing։ Այդո մի երկի։ Մի երկի։ Մի երկի։ Մի երկի։ Մի երկի։ Ստիվի մի երկի։ Արսեն։ Ստիվի Ստիվի մի երկի։ Մի երկի, Ստիվի մի երկի արդեն։ А там шальная императрица в объятиях юных кавалеров забывает обо всем. Երկում, հա։ Կարող է թեմանել ճիշտ չեմ երկում, ես պետք И там шальная императрица в объятиях юных кавалеров забывает обо всем. Այդքան ինչ է երկում։ Այդքան է իրոք։ И там шальная императрица, а там шальная императрица, Մազը է։ императрица, Թագ։ императрица, Չի պատկերացնում է, որ կարա Թագ։ հայերեն չլինի։ Թագ։ а там шальная императрица. Իմ թագավոր, չէ։ Թագ, մի րոպե։ А там шальная императрица. Դու երկել ես։ Չէ։ Թագավոր, մի րոպե։ Մադոննա, չէ, գույցը։ Աբրակադաբրա, չէ։ Императрица. Բան չեմ ասում։ Императрица. Մարիցա, մադրիցա, Императрица. մամասիտա։ Շատ լավ իրան պատժում ենք զանգումա Շուտ չէ։ հայերեն երգ, հա։ Չէ։ Ռուսերեն։ Okay. Королева красоты։ Ուշադիր լսի։ Ես ասում եմ королева красоты, ես ասում եմ императрица. А там шальная императрица в объятиях юных кавалеров забывает обо всем. Твоих объятиях, Кавалеров. հա։ Հա, Երկի императрица. Իմպերատրիցը։ Այդ երկը ինչ անգել իմ հետևից։ Այս հաղորդման ընթացքում մտքովս չէ։ Կարծում եմ ինձ կջոկես, ուսումա թեման հորինում էի։ Վերջն է իր մենակ ուրիշ ձև։ Դե որտեղ չգիտեմ երկը կներել։ Պետք а там шальная императрица, это չգիտեմ։ Այս երկը այս հաղորդման մեջ կոնկրետ ինձ հետապնդում է։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա Step by Step Group
Լավ, հիմա պատժում ես Շուշանին։ Ումա ինչ Ումալա։ Շուշանը։ Կարանք քեզ չպատժենք, Արսենին պատժենք։ Ինքն էլ իր համար էլ Նարդանին։ Խի Վաչեին զանգի ասի այդ Արի բանը։ քեզ պատժեն, քեզ կյանքում չէ, ոչ մի չի պատժել։ Պատժել են։ Արագ, չէ, պատժել Ես են։ ուզում Վաչեին զանգես, այդ խազերի առաջարկով։ Փորձենք էլի։ Հիմա Շուշանի պատիժը քո վրա ոնց որ սենց վերցրու։ Լավությունները։ Վաչան համար չի փոխե, բայց Վրամ շապուհ ջան։ Ես Վարշավին ասում եմ Վրամ շապուհ արքա։ Շատ խնդալու է։ Ֆոֆոնիկը, ժեմ ֆոֆոնիկը։ Ոչ ջան, ես ջահել նկար ես։ Ես իրա շոշոլան եմ, ինքը իմ ֆոֆոնիկը։ Շոշոլա։ Ֆոֆոնիկ։ Չի վերցնում կան։ Մարշան, Վաչես, պրիվետ մեռնեմ ջանիդ։ պրիվետ կյանք, Ոնց ես, ինչ կա չկա։ լավ, արսես դու ասա։ Լավ կյանք, ես էլ լավ։ Վաչես, բանը, չէ, տոմս չեմ ուզում, հանգիստ տեղի մեռնեմ։ Բայց կարող է ինձ տաս տոմս։ Տոմս չեմ ուզում, կյանք, բայց մի հատ սենց իդեայով եմ զանգել։ Վաչ, դու մարտի 29-ին ստեղ ես։ Մարտի 29-ի, հա։ Հələ ստեղ ես։ Բա ինչ կայֆ է։ Ես գնում եմ այդ գորից, Դու գնում գնում ես։ որտեղ մարտի 28-ին շոու ունենք։ 28-ին շոու ունեք։ Հա, գնում ես, հետո կգաս, հասկացա կյանք։ Հա։ Բա չես, լսի, նայ, մի հատ սենց բան է, սիտուացիա է, խազեր մրցանակաբաշխությունը, որ կա մեր երաժշտական, մի խոսքով այդտեղ նոմինացվել եմ, ուղարկել եմ բան, տենց երգ, կլիպ, երգիչ ու ես մարտի 29-ին ստեղ չեմ լինելու, բանում եմ լինելու, Իսրայել ներկայացում ունենք մեր Կատյայի հետ դրամա քույն, կյանք, կարող ես սենց մի հատ ուժեղ մոմենտ անենք, որ մարդ ես, երբ որ եթե ես մրցանակ ստանամ, դու բարձրանաս վերցնես։ Էդ էլ իմ տեղը ինքը արել, հա։ Ես որտեղ չեմ հասնում, սարին գնանում։ Ես որտեղ չեմ ասում, ու սաղ տեքստը դու կասես կյանք։ Բանը կյանք արի։ Շատ լավ բան ես ասում, բայց նոր զարդն եմ հələ ուղղել։ Հասկացա։ Դե լավ, հələ ժամանակ ունենք, ամեն դեպքում մտածի։ Վաչես, իրականում Մանեի մոտ եմ Գրիգորյան, կյանք, այն պատիժների զանգն է, Շուշանն է բարևում քեզ Պետրոսյան։ Բաչիկներ բաչ։ Ամփորում եմ, բարևում եմ Շուշան Պետրոսյան Մանեի։ Հա, կյանքս, այս ծրագրի մեջ էր, բայց իդեան դուրս եկավ, արի ունենանք, էլի մեր մտքում։ Աշատ հավես բանա։ Հա, այդպես, Ու վաչես։ ասա որ մենք էլ ենք սպասում։ Հա, Մանեն էլ է սպասում քեզ Բացի դրանից տոմսերի հետ մոմենտ ինչ որ տոմսերի ալիք ասեցի։ Մոմենտը, հա, Շուշան ուզում ես։ Ճա, բակ նոստալգիա։ Այդտեղ դու ինքնաս առաջին անգամ իրանց մոտ ես արել։ Լավ, օքեյ, դել խոսանք հետո։ Չէ, ես բանկա լավ, վաչես, լավ որ քեզ կյանք, լավ լույսդ բարի, օրդ բարի, պակաց հավատ տանեմ։ Բարև արդարարե։ Շուշա ես եմ ասում զանգենք անծանոթ համարը վերցնի ալու ասես բարը, խնդրում եմ, սա շատ խնդալու կլինի ռեակցիան։ Հալո։ Բարև արդարարե։ Հետո։ Քարավանում պեր։ Ալո։ Հետո։
Մեր գործընկեր Արարատ բանկի կողմից ձեզ փոքրիկ նվերներ եմ տալիս։ Շնորհակալություն։ Մաղթում եմ լիքը ճանապարհ։ Արս Իսրայել գնալու, այնքան հարմարավետ ես գնալու, չես պատկերացնում։ Բայց զգուշ կլինես ամեն դեպքում։ Արս այսպես գնաս, տես նայ։ Հաճելի։ Իդեպ որ երկիրն է պատկերված, այդտեղ Աշխարհում գնալու եք ես ինձ այս մոտ։ տարի։ Հա։ Հա։ Մի քանիսը ոնց Ասմյաթը դի, հա, բարձիկը։ Օ, Buongiorno։ Չէ, Spain, բայց եղա, ինչա պիցա։ Հետո։ Դուր ես գնում։ Աշխարհում եք։ Չէ, Այս Իսպանիան չի հնային։ դու էլ հռոմ ես գնում։ Այս նկարի չէ, հա, այնա կոլիսեին, հա, Հա։ պիզայի արդ։ Ես էս Բարսա եմ գնում։ Բայց այն պիցա է թե տակո։ Մեր նոր ներկայացման կապույտ մորուքի կերպարովը տա։ Ալջան մատ կդնես բարձրացնես միասին նստենք։ Այսպես գնա։ Անչափ շնորհակալ եմ, ես մաղթում եմ ձեզ լիքը ճանապարհորդություններ, ուզում եմ որ շատ voice-եր ստանամ ձեզնից, ձեր հետաքրքիր պատմությունների կարճ հինթերով, հա, ակնարկներով, որ գաք ու ես ձեզ հիշեցնեմ ու պատմեք այս։ Իսկ դու բաներ ես բաց թողել ընդ, բայց դա նորմալն է։ Ոչինչ, կհիշես էլի։ Իհարկե։ Անպայման։ Եվ չմոռանաք բաժանորդագրվել ու հետևել հենց այնպեսին ամեն 5 շաբթի։ Մերսի շատ։ Ես էլ եմ շնորհակալ եմ։ Մերսի։ Դուք իմ համար երկուսոտ էլ չեք մեծանում։ Որովհետև ես չեմ մեծանում, լսի։ Այո։ Իսկականից չեմ մեծանում, ես ջին է։ Ասել է տեքստը։ Նայ, ոչ գիտեի որ գալու է ասել։ Դուրջ։ Այսօր գիտես ինչ եմ ասել։ Միջև քո գալը եք, ասենց նայեցի դե մեր օպերատորներն են բոլորը, տենց 100 տարի է իրար հետ աշխատում ենք։ Սենց որ եկա ասել բան եմ կարանք երկուսով անենք, այսինքն ես մեկ էստեղ նստեմ, մեկ էտեղ ու սենց նայեցի, սենց հայեցի։ Ախ, ոնց եք մեծացել։ Իսկ ես չեմ մեծացել։ Բայց մենք չենք մեծանում։ Բայց իրոք չենք մեծանում։ Մի հատ կրպակեր երեխեք աղավետը կարծեմ, բան իջան սիգարետ առնելու, մեկ էլ ասի լավ ծաման բան վերցնեմ, իջա որ վերցնեմ, մեկ էլ ասեց Ազիզ դու Շուշան Պետրոսյանն ես ոնց որ այն մեր երկիչը։ Դե ինքան հոգնած է ասի էլի են նմանացրել։ Դու էլի Ես կուղարկեմ էլի։ Մենք կպահենք այս անգամ համար։ Մի տարի ուղարկել ես, դու չես ուղարկում։ Տեսնում ես։ Բայց Պատմես որ նա դու հերիքա իմ տնազան ես արդեն հիմա իսպիրյան կոմենտ կգրես այս վիդեոյի տակ, թե չէ են կրկնվելու է։ Որը։ Ստիվին ես չես տեսել մանեի հաղորդում։ Ճիշտ է, կարա տենց բաներ։